Ողջույն 24-ի եթերում հետագիծն եմ ես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալել եմ մի մարդու, որ տարբեր տարիներին ուղիղ առնչվել է այն իրադարձությունների հետ, որ ընթանում են հենց հիմա եւ ընթանալու են ընդամենը մի քանի օրից։ Այսինքն, հյուրընկալ եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար, Սննդի անվտանգության տեսչության նախկին պետ, կամ այդ ժամանակ ինչպես որ կոչվել է այդ մարմինը, Հաշվեկնիչ պալատի նախկին անդամ Աբրահամ Բաղչագուլյանին, պարոն Բաղչագուլյան, ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերին։ Պարոն Բաղչագուլյան, որպես կանոն հանրային ձեր ելույթները գոնե ես վերջի շրջանում չեմ նկատել, ուստի կարծում եմ, որ այն պրոֆեսիոնալ խոսքի ինչի մասին մենք պիտի խոսենք վերլուծելով թե առաջիկա ընտրությունները, թե այսօր հայ-ռուսական սահմանին տիրող հայ-ռուսական սահման չկա, Հայաստան-Ռուսաստան առևտրային այս խնդիրները, կարծում եմ բավական հետաքրքիր կլինի։ Սկսենք ընտրական գործընթացից եւ ընտրական process-ից։ Միֆեր կամ իրականություններ, որոնք հայտնի են կամ որոնք որ տարածվում են մեր իրականություն, մարդիկ որ մի քանի ընտրական process-ով եք անցել պես քարտուղար։ Առաջինը ով ինչ ոնց ուզում է քվեարկի, մեկ է կայում թիվը գրելու են ու անցնելու են առաջ։ Նախ պետք է արձանագրենք, որ այն ընտրական օրենսգիրքը, որով անցկացվելու է ընտրությունները, ընդունվել է 2016 թվականին եւ որի վրա աշխատել են երկար տարիներ եւ բարեբախտաբար այս իշխանությունները չեն հասցրել աղավաղել այն իրականությունը, որը սահմանված է։ Բայց մի քանի փոփոխություններ արեցին։ Այդ փոփոխությունները որպես այդպեսին ավելի շատ այսպես կոչված ռուսերեն ասեմ պալկիվկալոս է, այդ տրամաբանության մեջ է, բայց գլոբալ առումով ոչ թե ընտրական գործընթաց, այլ քվեարկության process-ի վրա ոչ մի փոփոխություն օրենքը չեն իրականացրել փոփոխություններ, ինչա տալիս մեզ։ Տալիս է այն, որ քվեարկությունը որպես այդպեսին օրենքը երաշխավորում է քվեարկության գաղտնիությունը եւ այդ գաղտնիությունը որպես այդպեսին տարբեր դրսևորումներ ունի իր մեջ, սկսած տեղամասային կենտրոնների եւ կահավորումից։ Այսինքն օրենքը ֆիքսում է թե ինչպես պետք է տեղադրված են օրենքը եւ ԿԸ որոշումները, ինչպես պետք է տեղադրված են քվեախցիկները, ինչ հեռավորության վրա պետք է լինեն դրանք եւ ինչպես պետությունը, ոչ թե իշխանությունը, երաշխավորում է քաղաքացու քվեարկելու գաղտնիությունը, այսինքն քվեախցիկը պետք է լինի այնպես տեղադրված, որ ընտրողը մեջքով լինի ինչ-որ մի պատին, դեմքով դեպի հանձնաժողովը։ Ելումուտ այդ պատի մոտ արգելվում է։ Քվեախցիկները մեկը մյուսից պետք է տեղադրված։ Վիզուալ որպեսզի մարդ չկարողանա այսպես գլուխը սնցել եւ չի կարող գլուխը տենց անի եւ գլոբալ առումով, եթե ընտրողը ցանկանում է գաղտնազերծել իր քվեարկությունը, այդ պետությունը ստեղանզոր է։ Այսինքն ցանկության դեպքում, այո, իհարկե կարող է ցույց տալ եւ այլն, բայց եթե ինքը Բայց դա կարելի է ցույց տալ բաց ոչ, չի կարելի ցույց տալ։ Էդ էլ ասեմ, որ չի կարելի ցույց տալ, սակայն կարող են մարդիկ պարտադրեն, բայց այդ պարտադրանքը օրենքով արգելված է։ Եվ այն, որ քվեարկության խցիկում ընտրողը քվեարկում է գաղտնի, օրենքը դա երաշխավորում է։ Բայց մի դրսևորումներ կան, էլի, այսինքն պարզ է, մացակցած օրենքի մասով, եթե շատ խորանաս եւ հնարամիտ լինես, կարող ես ինչ-որ բաներ անել։ Օրինակ ես հիշում եմ տարիներ ի վեր խոսվում է սեփական քվեաթերթիկը նկարելու ավանդույթի մասին, այսինքն դու ասում ես ես պայմանական ընտրում եմ X կուսակցության հետ, X կուսակցության ներկայացուցիչն ունեմ ես որևիցե պայմանավորություն, որը միշտ չի որ օրինական է, մտնում ես ընտրատեղամաս, մոտենում ես քվեատուփին, այդ ինչ որ վերցնում ես մյուսները որ շփանան ես, դենետես ու հեռախոսով նկարում ես որպես բան, հաշվետվություն օրինակի համար։ Շատ լավ հարց եք տալի, պարոն Գալստյան։ Մի ժամանակ, երբ որ քվեարկության ժամանակ ընտրողը գործողություն էր կատարում, այսինքն նշան էր դնում, այդ նկարելը որպես այդպեսին, որպես երևույթ ռիսկ պարունակում էր։ Եվ դա է պատճառը։ Ճիճկեն ռիսկ պարունակում, որտեղ դու ստանում ես մի քվեաթերթիկ, ուրիշ ոչ մի բան չկա, այդ գործողությունը պետք է անես եւ եթե արել ես մի գործողություն եւ հաշվետու ես, դու այլընտրանք ունես այդ քվեաթերթիկը միայն անվավեր սարքելու այդ գործողությունից հետո։ Եթե ուզում ես չքվեարկես այն տեխնացուին, ում քվեարկել քեզ պարտադրել են։ Դա է նաև պատճառը, որ փոխվել է քվեարկության ձևը եւս։ Այսինքն բացառելու համար ձեր ասած ռիսկը։
Այսինքն այն որ ընտրողը ոչ մի գործողություն չի անում եւ ընդամենը տրցակից ընտրում է այն քվեաթերթիկը, որին ուզում է քվեարկել, ինքը կարող է ընտրել պարտադեված քվեաթերթիկը, նկարել, հետո պարտադեվածը դնել իր ուզածը եւ քվեարկել։ Այսինքն ոչ մի բան չկա, այսինքն ընտրական փաստաթուղթ չի քվեաթերթիկը։ Եվ այդ այսպես կոչված ժողովրդական բանահյուսությունները կարուսելի եւ մնացածի հոդս են ցնդը, որովհետեւ ընտրական փաստաթուղթ քվեաթերթիկը ծերարում դառնում է միայն դրոշմանիչ փակցնելու դեպքում։ Իսկ դա արվում է տուփի մոտ։ Այսինքն դրոշմանիչ փակցած ժամանակին դուրս ենք բերում, հա, տալիս, այսինքն չկա այդ հանգամանքը եւ չի կարող լինել։ Եվ դրա համար մցված դրոշմանիշի գաղափարը նույնիսկ ճիճկեն այսպես կոչված հանվել է, որպեսզի հանձնաժողովը իր կամայական որոշումներով այս կամ այն քվեաթերթիկի վավերականության հարցում որոշում չկայացնի, վավերա թե անվավերա, չկա վավերականության խնդիր, որովհետև չկա նշան, որ հանձնաժողովը գնահատի դա վեաձև է, վեաձև չի, ճիշտ տեղադրած, սխալ տեղադրած, այսինքն ընդհանրապես մի թուղթ է։ Հա, մի թուղթ է, որի վրա ամեն ինչը գրած է եւ պետք է նշում կատարեցի վավերա դա։ Այո, այսինքն նույնիսկ բացառված է եւ օրենքով է սահմանված, որ խցիկում ոչ մի այլ իր գրիչ չի կարող լինել։ Լավ, եկեք մի ուրիշ բան վերլուծենք, ես հիմա պիտի խոսեմ այն բաներից, որոնք ժողովրդի շրջանում անընդհատ խոսվում են, հա։ Ընտրատեղամասից մինչև ընտրատարածք եւ հետո ԿՀ արդյունքների մեջ կարող են լինել փոփոխություններ։ Այսինքն պայմանական ասած դու ինչ որ միտեղ հա ֆիքսում ես նորից X կուսակցության հաղթանակը, բայց քանի որ շատ դժվար է դա վերջնական տոկոսների հետ համեմատել, թե ով ինչ ոնց է, շղթան շատ երկար է, ԿՀ-ում ասենք, չգիտեմ, աննշան ամեն տեղերը կոսմետիկ փոփոխություն են կատարում եւ դրանով կեղծում են ընտրական process-ի արդյունքները։ Այս այն միֆերն է, որոնք որ տարածված են։ Նման հնարավորություն կա թե ոչ։ Գործող ընտրական օրենսգիրքը մեծ հնարավորություն է տալիս վստահված անձանց։ Վստահված անձի լիազորություններն ու իրավունքները կարելի է ասել անսահմանափակ են։ Նույնիսկ յուրաքանչյուր տեղամասում, յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշին կարող է ունենա երկու վստահված անձ, այսինքն հսկողությունը ընտրական գործընթաց, քվեարկության գործընթացի լիիրավ կարողանում են իրականացնել տեխնացուները։ Եվ ինչու եմ դրա մասին խոսում, որովհետև վստահված անձը կարող է դիտարկել ամբողջ գործընթացը, այլ ոչ թե միտեղ նստել եւ նայել, այսինքն չխոչընդոտելով հանձնաժողովի անդամի աշխատանքին ներկա գտնվել թե սարքի մոտ, թե ընտրացուցակների, այսինքն հսկել այդ process-ը, թե քվեաթերթի ամբողջ ընթացքից, քվեարկության պահից, բացի քվեարկության խցիկից, իրավունք ունի ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, իրավունք ունի դիմել հանձնաժողովի նախագահին եւ բարձրաբանումներ պահանջել, այսինքն այդ process-ում հսկելիության առումով ու երկու հոգով են, յուրաքանչյուրը երկու հոգով։ Քվեարկության հսկելիության առումով ունի շատ մեծ իրավասություններ։ Հանձնաժողովը օրենքով է սահմանված, չի կարող հանել վստահված անձին տեղամասից։ Չի կարող։ Նույնիսկ թե այդ վստահված անձը խոչընդոտ է հանդիսանում, հանձնաժողովը պարտավոր է, ես ուզում եմ վստահված անձերի համար եմ սա ասում, պարտավոր է հարցը դնել քվեարկությամբ եւ հանձնաժողովը միայն 2/3-ով կարող հանի վստահված անձին քվեարկության սենյակից Այն պարագայում, երբ որ այդ կուսակցությունը ունենա երկրորդ վստահված անձ։ Այսինքն այդ կուսակցությունն առանց վստահվածի չեն կարող։ Այո, չեն կարող թողնել առանց վստահվածության։ Եմ երկար պատմում, որովհետև այդ process-ից հետո հաշվարկի ժամանակ, երբ որ հաշվում է իսկ ամբողջ գործընթացը եւ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը նաեւ on-line մենք բոլորս դիտում ենք, այսինքն հեռարձակվում են on-line այդ process-ից հետո յուրաքանչյուր վստահված անձ, ես կասեի պարտավոր է վերցնել քվեարկության արձանագրության քաղվածք, այդ մեկ, այսինքն հաստատված հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ եւ կնիքով, վերցնել երկրորդ փաստաթուղթն եմ ասում, վերցնել սարքից հանված տեղեկանքը, դա այն սարքն է, որով մենք բոլորս մատնահետք ենք դնում եւ հավաստիացնում ենք, որ մենք այդ տեղամասի ընտրող ենք։ Վերջում սարքը հանում է տեղեկանք, թե որ ընտրական ցուցակի որ համարներն են մասնակցել քվեարկությանը։
Դա էլ է հրապարակային փաստաթուղթ։ Այսինքն վերցնել այդ տեղեկանքը, փակցնել իրար հետ եւ տանել շտաբ։ Այնուհետեւ այդ տվյալները որտեղ ինչ փոխվի, մենք այսպես կոչված բոլոր տեխնացուները սկզբնաղբյուրը ունեն։ Եվ ես դրա կարող են հետևել ԿՀ-ի վերջնական արդյունքները։ Կարող են հետևել, կարող են, եթե լինեն անհամապատասխանություններ, կարող են արձանագրել եւ բողոքարկել վերահաշվարկի ձևով։ Երկրորդը մի բան էլ է ուզում ներողություն ասեմ, երկրորդը կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընդհանրական ընտրական հանձնաժողովները երկրորդ կարևոր դրույթը։ Քվեարկությունից հետո մյուս օրը ժամը 12-ին սկանավորում է բոլոր ստորագրած ընտրական ցուցակները, ես հորդորում եմ բոլոր վստահված անձանց լինել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկանավորման process-ի ժամանակ, երբ որ բացվելու են ծրագրերը եւ սկանավորվելու են այդ մասնակցության ընտրական ցուցակները եւ սկանավորված ընտրական ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ես հորդորում եմ բոլորը download անեն այդ ցուցակները եւ հետո համեմատեն սարքի ՀԴՄ-ները ստորագրած ցուցակների հետ։ Շարունակությունը տեղ ունեցող բաներ, որոնք որ հարցեր են առաջացնում։ Փոշին, այսպես կոչված փոշիացված ձայները։ Հիմա տեսեք, իմ մոտ եկել են բազմաթիվ հյուրեր, որոնք որ ասում են մոտավորապես հետեւյալը։ Դուք կրկին, քանի որ ընտրական գործընթացի կազմակերպիչ եք եղել, ավելի հստակ կարող եք ասել։ Իրենք ասում են հետեւյալը, օրինակ Վարդան Պողոսյանը իմ մոտ եկել սահմանադրագետ, սոցիոլոգ Արթուր Պարոնյանը եւ այսպես կարելի է շարունակել, որոնք որ ասում են տառացիորեն հետեւյալը։ Այն ուժերը կամ այն մարդիկ, որոնք որ ձայն են տալիս ակնհայտ չանցողիկ ուժերի, իրենք ձայն են տալու օրվա իշխանությանը, քանի որ օրվա իշխանությունը ենթադրաբար առաջինն է լինելու մասնակիցների հորիզոնականում։ Սրա մեջ կա ճշմարտություն, թե ոչ։ Կիսա ճշմարտություն կա, սակայն պետք է արձանագրենք, որ խուսափել տեխնացուներից, որոնք չեն անցնելու, չի կարելի, այսինքն կսկսածվի, ով մասնակցում է, միշտ հաղթում է, այնպես չի լինում, դա ժողովրդավարության սկզբունքներին դեմ է։ Ինչ վերաբերում է փոշիացմանը, պրակտիկան ցույց է տալիս չանցած կուսակցությունների թվականակի 1% թվականակ անգամ 1% քվեի չափ ձայներն են փոշիանում։ Նորից չանցածների բազմապատկում ենք մասնակիցների 1%-ի վրա։ Այդքան ձայն է փոշիանում։ Դիցուկ չի անցել 15 կուսակցություն, մասնակցել է օրինակ 1.5 միլիոն, 225,000 քվե է փոշիանալ։ Այդ փոշիացումը մանդատների բաշխմանը մասնակցում է փոշիացած ձայները, մանդատների բաշխմանը մասնակցում է համամասնորեն անցած կուսակցությունների միջև։ Այսինքն նես չի, որ առաջի տեղը ստանում է բոլորի ձայները։ Այսինքն համամասնորեն է բաժանում, որովհետև ընդամենը անցածների մասնակիցների թվի փոխարեն մենք հայտարարում այդ քվեները որպես վավեր քվեաթերթիկների թվեր են գնում։ Այսինքն այն, որ փոշիացումը ազդում է քվեարկության արդյունքների վրա, այո, ազդում է։ Ազդում է համամասնորեն եւ պետք է արձանագրել, որ մեր խնդիրը ոչ թե հանրության խնդիրը, ոչ թե մտածել փոշիացման մասին, ձայների, այլ լսել տեխնացուներին, հասկանալ իրենց հնարավորությունը եւ քվեարկել այն տեխնացուների համար, ովքեր ունեն ռեալ շանս անցնելու, ոնց դա հաշվենք։ Նիկոլը շատ լավ տալիս է այդ բանաձևը, այսինքն բոլոր այն անձինք, ովքեր ուզում են փոփոխություններ Հայաստանում, պետք է լսեն Նիկոլին եւ քվեարկեն այն ուժերի օգտին, ում դեմ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինքը ասում է ովքեր են անցնելու է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը, ում դեմ ինքը պայքարում է։ Ինչ վերաբերում է Նիկոլի քվեներին եւ այսպես կոչված էլեկտորատի Նիկոլի, ես պայմանականորեն իրանց 5 մասի եմ բաժանել։ Դրանք Նիկոլասերներն են, ում համար Նիկոլը դա Աստված է, ներողություն, դրանք բոլոր տեխնացուներն են կողմնակիցներ։ Այո, չէ, իրա կողմնակիցները մի քիչ ուրիշ են։ Դրանք իշխանասերներն են, որոնց համար մեկ է ով է անձը կարևոր է իշխանություն ունի, դա Նիկոլի օրոք գերատաշտակից օգտողներն են, այսպես ասած, այսինքն որոնք ունեն անձնական շահ Նիկոլի հաղթանակի մեջ, դրանք անհայրենիք
մարդիկ են, ոչ հայրենասերներ են։ Պարոն Բաղչագուլյան, մեր քաղաքացիներին հայրենիք չվիրավորեն դեպի։ Չէ, հայրենիք Վերջը մարդիկ ընտրություն են կատարելու, հիմա հայրենիք ունեն, չունեն, դե իրենք։ Եվ վերջինը, այո, ներողություն։ Եվ վերջինը դա վարչական ռեսուրսն է։ Մոտավորապես ըստ իմ գնահատման իր քվեների 40%-ը վարչական ռեսուրս է։ Այսինքն պետական ապարատի նկատի ունեք։ Նկատի ունեմ հանրային ծառայողներին, ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի եւ այդ համակարգի ենթակայության տակ գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողներ։ Պարոն Բաղչագուլյան, մի հարց տամ, քանի եթե ասում եք, այդ կարևոր հարց է։ Ես միշտ գիտեմ, որ բանակը քվեարկել է օրվա իշխանության օգտին։ Միշտ այդպես է եղել։ Հիմա ով ինչ ուզում է թողասի վերից իշտին ներքև, միշտ էլ բանակը որպես կանոն եզակի բացառություններով քվեարկում է օրվա իշխանության օգտին։ Որպես կանոն ինչ է տեղի ունենում, սպաները հավաքում են, ասում են զինվորներին, ասում են գնում են ընտրությունների, մի ժամանակ շատ բաց էին ասում ում պետք է ընտրել, հիմա կարող է այսպես, չգիտեմ, չասեն կամ ասելուց ակնարկեն, բայց որպես կանոն բանակը օրվա իշխանության ռեսուրսն է։ Այստեղ այդ ու ինչ է տեղ ունենում, էլի շատ հետաքրքիր բաներ է։ Միշտ զորամասերի զինվորներ, որպես իրենք հետ վերադառնան իրենց ծառայության, արագ բաներում կանգնացնում են ընտրական process-ը, իրենք մտնում են, քվեարկում են, դուրս են գալիս, ու շարունակում են։ Այստեղ այդ վերահսկողությունը ինչպես պետք է լինի։ Օրենքը դա էլ է կարգավորում, այսինքն օրենքը սահմանում է, որ շարային կարգով քվեարկությունը արգելվում է։ Այսինքն վստահված անձինք, ովքեր հսկում են քվեարկության process-ը, պետք է ուշադիր լինեն դրան։ Այսինքն զինվորները շարային կարգով չեն կարող մասնակցել ընտրական process-ին գրանցմանը եւ քվեարկությանը։ Այդ մեկ։ Երկրորդը ոչ միայն զինվորներն են ես դիտարկում որպես վարչական։ Բայց իրանք պիտի քաղաքացիական ընտրատեղամասեր չեն չեն տալում, այո, իրանք պետք է գան, իրանք գալիս են քաղաքացիական ընտրատեղամասեր, ոչ մի զինվորական վայրում տեղամաս չի բացում։ Ես իրանց եմ համարում վարչական ռեսուրսի մի մաս։ Ուղղակի ուզում եմ ասեմ, այդ վարչական ռեսուրսը որպես այդպեսին, այն քաղաքացիներ, ովքեր չեն ուզում ընտրեն, ես երաշխավորում եմ, եթե դուք չգաղտնաձեռցեք ձեր քվեարկությունը, իշխանությունները չեն կարող իմանալ դուք ում եք քվեարկել։ Այսինքն հանգիստ եղեք եւ ուղղակի պահեք այն դրույթները, որոնք գոյություն ունեն ընտրական օրենսգրքում։ Իսկ վստահված անձինք պետք է պահեն օրենքը եւ իսկ օրենքը իրենց հնարավորություն է տալիս այդ process-ը հսկեն, այլ ոչ թե հսկեն իրենց ձայները, պետք է հսկեն քվեարկությունը։ Եկեք խոսենք պոտենցիալների մասին, մասնակցության պոտենցիալի մասին։ Մենք ունենք ինչքան ընտրող է Սպայն 2 միլիոն 200,000-ի սահմաններում մոտավորապես 2 միլիոն 450,000։ 2 միլիոն 450,000 ընտրող ունենք։ Համեմատականը մենք ունենք որոշակի դինամիկ վերլուծություն, այսինքն եթե վերցնենք օրինակ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո մենք ունեցել ենք դրանից տոп 2 խորհրդարանական ընտրություններ։ Ինչ ա եղել, աճ ա գրանցվել մասնակցության թե ընդհակառակը։ Շատ հետաքրքիր հաց եք տալիս, ես նայել եմ այդ թվերը եւ 2018-ի եւ 2018-ի արտահերտ եւ 2021-ի արտահերտ ընտրությունների մասնակցությունը գրեթե հավասար են միմյանց։ 1,200,000 ոչով։ Այսինքն անկախ նայից էйֆորիա է եղել, թե պատերազմի հետ թե շոկային վիճակ է եղել, 1,200,000 ակտիվ քաղաքացիների թիվն են։ Այո, միլիոն չի հասել 1,300,000։ 2021 թվականի արտահայտ ընտրություններին մասնակցել է 1,280,000, իսկ 18 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, 1,240,000, մոտավորապես 40,000-ի խնդիրը։ Մտահոգում է ուրիշ փաստ։ Ընտրողների թիվն է մեր փոխվել։ Այն որ այս 2018-ի եւ 21-ի Հայաստանի Հանրապետությունում ընտրողների թիվը 2.5 միլիոնից ավել էր, հիմա 100,000-ով պակաս է։ Դա ինչի է դրանք արտագաղթի քաղաքացիական Իմ կարծիքով ոչ արտագաղթի, այդքան արտագաղթ ենք ունեցել։ Բայց դա ո՞նց են չափում, ասենք հիմա ներողություն, ասենք ես իմ քույրս Միացյալ Նահանգներում է բնակվում, բայց ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց ինքը վերջին 10 տարին, 15 տարին Միացյալ Նահանգներում է բնակվում, այդ ո՞նց են հաշվում։ Հաշվում են հետեւյալ նախ եւ առաջ դա հրաժարումներն են քաղաքացիություն։ Դա նման ֆիքսեցի, դա հրաժարվում։ Չի հրաժարվել ինքը քաղաքացի։ Երկրորդը ընտրական ցուցակից հանել են այն քաղաքացիներին, օրենքով են հանել, որոնց անձահաստատող հաստատող ավերականության ժամկետը անցել է, այսինքն անվավեր անձնագրով մարդիկ չկան ընտրական, բայց կան բնակչության պետական ռեգիստրում։ Պետք է ուզում նաև նշեմ, որ ընտրական ցուցակը որպես այդպեսին դա առանձին փաստաթուղթ չի։
դա 2006 թվականից առ այսօր բնակչության պետական ռեգիստրից գեներացվող փաստաթուղթ է եւ նաեւ փարատվել են այն կասկածները, որ քաղաքացին կարող ընդգրկված լինի տարբեր ցուցակներում, բացառում է դա։ Այսինքն բնակչության պետական ռեգիստրի վարողը ընտրական ցուցակի հետ կապ չունի, մարդ որ ծնվում է, ինքը միանգամից ֆիքսում է բնակչության պետական ռեգիստրում եւ բնակչության պետական ռեգիստրից դուսագալի մահվան դեպքում եւ ընտրական ցուցակը գեներացվում է այս ռեեստրից։ Այսինքն առանձին ինչ-որ մեկը չկա նստած որ գրի եւ բնակչության պետական ռեգիստրում ամեն մի մարդ մի տող է։ Այսինքն չի կարելի տողը լինի տարբեր ցուցակներում։ Եվ դա է նաեւ պատճառը, որ հնարավորություն ունենք սարքի միջոցով, այսինքն իդենտիֆիկացիա անել տվյալ անձը տվյալ տեղամասի ընտրողա թե ընտրող։ Իսկ մահացածները որ մահացածները։ Այն մարդիկ, որոնք այս ընտրական, այսինքն 21 թվականից հետո մահացել են, այդ մարդկանց ցուցակներից, որտեղ միշտ ասում են, չէ, մահացածներ եկան քվեարկեցին, մահացածներ եկան քվեարկեցին, Ես իմ ուսանողներին խոսույթ կար։ Այո, խոսույթը կա, միջև հիմա կա այդ խոսույթը, եւ խոսույթը միշտ կար, այն ժամանակ էլ կա։ Ես իմ ուսանողներին օրինակը բերում եմ։ Ունենք մի process, որը կապ չունի ընտրությունների հետ։ Մարդը ծնվում է, ստանում է հանրային ծառայության համարանիշ, ծննդական գրանցվում է իր տվյալ բնակչության ռեգիստրում, ամեն օր ռեեստրում ինքը մեծանում է, հա, տարիքով, համ ռեեստրում էլ է մեծանում։ Ստանում է անձնագիր, նշում է իր անձնագրի տվյալները, վերջում մարդը մահանում է։ Ոնց հանենք այդ մարդուն այդ ցուցակից։ Պետությունը տվել է այդ ընդհանրակարգը։ Տվել է եւ նույնիսկ ասել է ով է հանում ցուցակից։ Հանումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ, այսինքն ԶԱԳՍ-ը։ Քանի որ ԶԱԳՍ-ն է մտցրել ցուցակ, ԶԱԳՍ-ն էլ հանում է։ Ինչ ոնց է հանում ԶԱԳՍ-ը, մենք տանում ենք մահվան վկայականը։ Հա, ինքը ֆիքսում է դա բանը։ Եվ մահվան վկայականի նշումը մահվան վկայականի համար եւ ինքը դուրս է գալի ավտոմատ դուրս է գալի բնակչության պետական ռեգիստրից։ Սա ընտրությունների հետ կապ չունի, ինքը ավտոմատ դուրս է գալի։ Եվ իսկ կարող են մարդիկ մնան, իհարկե կարող են, եթե պետությունը տեղյակ չի, որ այդ մարդը մահացել է։ Ո՞վ ինչ անի պետությունը։ Եթե այդ մարդ օրինակ մահացել է ոչ Հայաստանի Հանրապետությունում։ Հա, ասենք օրինակ, չգիտեմ, Տաշկենտում է մահացել։ Այսինքն պետությունը պետք է տեղյակ լինի, որ հանի եւ իրավունք չունի հանի այլ պատճառաբանությամբ։ Երկրորդ, մարդիկ, ովքեր կարող են լինել ցուցակում եւ պետք չի դրա համար օբյեկտիվորեն ընդունել որպես անհամապատասխանություն այն մարդկանց մասով, ովքեր մահացել են այդ ցուցակները հրապարակելուց հետո։ Այսինքն ցանկացած ընտրական process-ում քվեարկության ցուցակները, ընտրողների ցուցակները տպագրվում են քվեարկությունից 2 օր առաջ։ Եվ այդ պահին, այդ օրվա ընթացքում պետությունը չի կարող ամեն ժամյա, ամեն րոպեա շտկում իրականացնել։ Այսինքն ընտրական օրենսգիրքը, որը նորից եմ կրկնվում ընդունվել է 2016 թվականին, փորձ է կատարվել բացառել եւ չեզոքացնել ռիսկերը։ ՏԱՏՍ ամեն աշխարհից ընտրեց բանս կամեկում, այդ արդեն։ Հա, բայց իրենց դիմաց քվեարկությունն եմ ես ուզում ասեմ, դա բացառվում է։ Բացառում եմ ուրիշի փոխարեն քվեարկությունների դեպքերը բացառությամբ սխալմունքով պայմանավորված, երբ որ ընտրողը իր տողի փոխարեն ստորագրություն ադում տոնեք տակի տողում։ Հա, բայց դա բան չի, վիճակագրություն չի կազմում, որովհետև պետք է արձանագրենք, որ ուրիշի փոխարեն քվեարկելուց առաջ այդ ընտրողը պետք է գա գրանցվի այդ սարքում, լինի այդ սարք, հետո գրանցումից հետո տպվում այդ կտրոնը տալիս ենք հանձնաժողովի անդամին, ով իրականացնում է գրանցման գործընթացը, ինքը կնքում է այդ կտրոնը, ընտրողը ստորագրում է իր անձնական տվյալների դիմաց, հանձնաժողովի անդամը կնիք է դնում է ստորագրության կողքը, այսինքն process-ը շատ երկար է, հետո այդ ընտրողը քվեաթերթիկներն է ստանում, քվեարկում է, դրոշման նիշ է փակցվում եւ ամենակարևորը process-ը ընտրական քվեարկության գործընթացը ունի այսպես կոչված հաշվարկման ինչ որ մի մեխանիզմ, որը կոչվում է անճշտություններ։ Կա երկու անճշտություն։ Մի անճշտությունով համադրվում են ստացած դրոշմանիշները, իսկ այդ դրոշմանիշները ֆիքսված են կենտրոնական ընտրական հանձնաժողովում, թե յուրաքանչյուր տեղամաս քանի հատ է ստացել այդ դրանից եւ հանձնաժողովի ներողություն վստահված անձանց հորդորում եմ գրանցեք այդ թիվը։
կենտրոնական ընտրական, այսինքն մասնակցեք տպագրությանը դրա, դրոշմանիշի վրա գրված է ընտրությունների օրը, ամիսը, տարեթիվը եւ տվյալ տեղամասի համար։ Նույնիսկ օրենքը ասում է ոչ թե միջև 3% տուր, ասում է գլորացրու միջև վերջի 100-ը, որ հանձնաժողովը ինքնակամ չորոշի սրանց այս տեղամասին +3 եմ տալիս, սրան +2.5 ֆիքսված է թիվը։ Այսինքն համադրում ենք այս ստացած դրոշմանիշը, համադրվում է չօգտագործված, որոնք էլի հաշվարկման փաստաթղթ։ Հասկանալի է։ Պարոն Մաչագոնյան, բանի հետ կապված, այսպես կոչված մասնակցության հետ կապված, իհավկայի հետ կապված։ Հիմա հայաստանյան ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը, նաեւ փորձագետները, այս առով դες փորձագիտական կարծիքն եմ ուզում ունենալ, ասում են հետեւյալը, որ որքան մասնակցությունը բարձր եղավ, այնքան օրվա իշխանության հաղթանակը ավելի քիչ հավանական են համարում, հա, մոտավորապես այսպես։ Հիմա այստեղ հարցեր է առաջանում, այսինքն լավ, հիմա եթե 1.200.000 քանի հազարի պարագայում օրվա իշխանությունը 2 անգամ հաղթել է, ով է ասել, որ 1.5 միլիոնի պարագայում, եթե այսպես թիվ գրանցվի, 1.5 միլիոն, չգիտեմ, աստված ավելի շատ 1.600.000, ով է ասում, որ օրվա իշխանությունը ինքը իր փայը չունենալու այդ ցուցանիշի մեջ, սկաչոկի մեջ է ցուցանիշի։ Ես կիսում եմ այդ փորձագետների կարծիքը, ովքեր ասում են, որ բարձր մասնակցության դեպքում իշխանությունը շանս չունի վերարտադրելու, որովհետև ըստ իս իշխանության քվեները հաստատ ֆիքսված են, հաստատում են, ես որ բաժանեցի կատեգորիաները, այդ կատեգորիաները հաստատում են եւ իշխանությունը այնպես է անում, որ ինքը իր ընտրողին հասցնի իր ինֆորմացիան եւ հասցնի նաեւ տեղամաս։ Այսինքն դա իր այն լիմիտն է, որ ինքը ունի։ Լիմիտից հասցնել տեղամասորն է, չեն զորով տանում տեղամաս։ Մարդիկ մոտիվացված գնում են իշխանության ներկայացուցիչները։ Նաեւ մոտիվացված, նաեւ տանում են, ես դե խնդրեմ չեմ տեսնում։ Տանելու մեջ։ Այո։ Որտեղ օրենքը տանելուն դեմ չի, օրենքը ասում է, որ տեղամասի տարածքից 50 մետր շարավով կուտակում չի կարող լինի։ Եվ հավաստաված անձինք պետք է դա էլ հսկեն։ Օրենքը նույնիսկ թույլ չի տալիս տեխնացուին, որ կա ցուցակում գտնվել տեղամասի տարածքից 50 մետր շարավով, բացի իր քվեարկության ժամանակ։ Լավ, հիմա վերադառնալով բանին, ինչ եք մտածում, որ եթե բանը մասնակցության ցուցանիշը բարձրանում, իշխանությունը բանանում է, որտեղ իրենք ունեն սահմանափակ քանակությամբ քվեներ, ճիշտ եմ հասկանում։ Ով ասում, որ ընդդիմությունը անսահմանափակ է։ Ընդդիմությունը չունի, մեր դժգոհ քաղաքացիներն են ավելի շատ։ Ընդդիմությունը պարտավոր է այդ դժգոհ քաղաքացիներին տանել ընտրական տեղամաս, տանել քարոզով։ Եվ ես էլ եմ օրդուրում, որ այդ բոլոր քաղաքացիները, ովքեր ուզում են Հայաստանում ինչ-որ բան փոխվի, գնան քվեարկելու։ Այսինքն մտահոգ քաղաքացին գնա եւ քվեարկի այն ուժերին, ում դեմ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Հարցին այսպես մոտիկանամ, եթե մարտ 18 թվականին չի գնացել այդ էйֆորիայի պայմաններում, եթե 21 թվականին չի գնացել, 26-ին ինչի պիտի գնա։ Այն մարտը, որ գնալու է ու ոչ Նիկոլ Փաշինյանին ընտրի։ 2018-ին մեր հասարակությունը էйֆորիայի մեջ էր։ Հեղափոխական, պայծառապակավ, էйֆորիայի մեջ է եւ մարդիկ մտածում են, որ գնամ չգնամ, ոչ մի բան չի փոխվելու։ Օրինակ, հա, 18 թվականին բոլորը մտածում էին, որ մեկը Նիկոլը հաղթել է։ Ես օրինակ 18-ին գնացել եմ հատուկ, որպեսզի իշխանությանը հավասարակշռության իմ ձայնով հավասարակշռության հնարավորություն ստեղծեմ։ Դուք ներողություն գիտակից քաղաքացիք, մի քիչ տենց խնդրեմ կա, էլի նաեւ այդ մայախատը սկրայով հետ կապված, հա։ Այսինքն մարդիկ մտածում են, որ այնուհանդերձ ամեն ինչ լուծված է, հա։ Ես փաստում եմ, որ լուծողը ընտրության արդյունքի տերը ընտրողն է եւ ոչինչ լուծված չէ։ Գնամ, ասում եմ, մեկը ընտրվելու է, իշխանությունը միշտ տենց է, այդ խոսույցը եղել է, կամ առանց ինձ էլ կընտրվի, այս կամ այն տեխնացուն, ինչ տարբերություն գնամ, չգնամ, օրինակ, հա, մեկը ուժեղ Հայաստանը անցնում է պարլամենտ, մեկայով չի։ Իսկ բան յուրաքանչյուր ընտրողից կախված է, թե ինչպիսի դիրք է ունենալու այս կամ այն տեխնացուն ազգային ժողովում եւ հնարավորություն ունենալու ձևավորել իշխանություն կամ չձևավորել իշխանություն։ Պարոն Ղաչագուրյան,
բանը գուշակությունը այսպես ոչ այդքան խոստումնալից գործ այնում է, բայց եկեք փորձենք դրանով էլ զբաղվել, այս ընթացքում ամեն ինչով զբաղվել ենք դրանով էլ զբաղվել։ Ինչքան մարդ պիտի մասնակցի ըստ որ ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը կարողանա հաղթանակ ունենալ։ Իմ կարծիքով մենք պետք է հաղթահարենք 1,4 միլիոն շեմը։ Այսինքն 1,400,000 այդ մասից Փաշինյանը գնա։ Իմ կարծիքով այո։ Դե հա ձեր կարծիքով բարձր։ Այո, իմ կարծիքով այո, մենք պետք է ապահովենք, դες մեր հանրությունը պետք է ապահովի ավելի մեծ մասնակցություն, նաև ապացուցելու համար աշխարհին, որ մենք տեր ենք մեր երկրին։ Պարոն Բաղդասարյան, ընտրական process-ը պրծանք։ Դիմա ձեր այդ բաներով, այլ ես մի թեմայից ոչ մի թեմա կապ չունեցող անցում են կատարում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարգարժան հյուրը երկու ոլորտների, այսպես գիտական մասնագետ է ղեկավարել է։ Դուք երկար ժամանակ ղեկավարել եք սննդի անվտանգության պետական ծառայությունը, որ հետո դարձավ սննդի անվտանգության տեսչական մարմին եւ այլն, այսինքն սայտի ՍԱՏՄ կոչեցյալ է, հա։ Գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները, հայ-ռուսական հարաբերություններ, ռուսները արգելում են Լարսով բազմաթիվ ապրանքներ, մի խոսքով, այդ ամեն ինչը կա, ջերմոցներում խնդիրները, գյուղացիները արդեն բողոքում են եւ այլն։ Բայց օրվա իշխանությունները ինչ են ասում, ասում են արդեն զզվցրիկ այդ քարոզչությունից, էլի արդեն մարդու սիրտը խառնում այդ քարոզչությունից։ Միշտ էլ Լարսու խնդիրներ են առաջացել այս կամ այն չափով, 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ։ Հիմա դուք այդ մարմինը ղեկավարել եք այն ժամանակ, երբ որ մենք անցումային փուլ մտանք, այսինքն մաքսային միություն մտանք, Եվրասիական տեսական միություն մտանք, այդ ընթացակարգերը ամբողջությամբ փոխվեցին եւ այլն եւ այլն։ Իսկապես այդպես է Լարսում մենք միշտ խնդիրներ ունեցել ենք, թե հիմա եւ ինչու ենք ունեցել։ Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ, որոնք ազդում են ապրանքների ներմուծման, արտահանման գործընթացների վրա։ Իմ ժամանակ սուբյեկտիվ ֆակտոր երբեք չի եղել, այսինքն Լարսը որպես այդպեսին սպասարկել է նաեւ հայկական բեռները եւ ապրանքները գնացել են։ Ընդհանրապես ցանկացած պետություն առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան ունի որոշակի լծակներ ազդելու այս կամ այն տնտեսության վրա։ Այդ մենակ Ռուսաստանը չի, Ամերիկան էլ ունի, Եվրոմիության երկիրներն։ Բնականաբար։ Այսինքն կան սակագնային կարգավորումներ եւ ոչ սակագնային կարգավորումներ։ Սակագինը դա մաքսատուրքն է, որ հստակ է խաղի կանոնը, նաեւ ներքին տնտեսվարողներին պաշտպանելու տեսան։ Ոչ սակագնայինը հստակ չի։ Այսինքն կան այստեղ սուբյեկտիվիզմը մտնում է, հա։ Այդ Ռուսաստանով չի պայմանավորված։ Առաջինը դրանք տեխնիկական բարիերներն են, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական նորմերը, հա։ Դա Ռուսաստանը չի կիրառում, դա ԵՄ-ն էլ է կիրառում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ է կիրառում։ Երկրորդը դա սուբյեկտիվ բանն է։ Այո, իհարկե։ Այսինքն որ տալիս է հնարավորություն պետությանը պաշտպանելու իր տարածքը, ասում է, որ տարածքը եւ ժողովրդին դու ապրանք կարաս բերես, եթե համապատասխանում ես իմ ֆիտոսանիտարական նորմերին, իմ սննդի անվտանգության չափորոշիչներին, իմ սանիտարական չափորոշիչներին եւ այդ սուբյեկտիվիզմը ԵՄ-ին ավելի վատ է։ Օրինակ, ինչու չենք կարողանում մեր ծիրանը հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ով այդ հարցը տվել մեկը։ Հեսա կարողանանք, ոնց որ դրա մասին խոսել։ Չենք կարողանալու։ Որտեղ այն կանոնները, որ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, մենք այդ կանոններին չենք համապատասխանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենախիստ կանոններն են ոչ միայն սանիտարական, ֆիտոսանիտարական, այլ նաև հաստ համակարգի հավաստիացման նորմեր, պեստիցիդների մնացորդների լաբորատոր հետազոտության, որը Ռուսաստան չի պահանջում դες բաներ։ Նույնը ԵՄ-ն եւ վերջին ամենադժվարը դա առևտրի կանոններն են, շուկայահանման կանոններն են, այսպես կոչված մակնշման եւ փաթեթավորման կանոնները։ Իսկ դա ամենադժվարը, հա, եւ խոչընդոտ որպես այդպեսին Եվրոմիությունում է։ Օրինակ Եվրոմիությունում յուրաքանչյուր միրգ ունի տեսակավորման ռեգլամենտ։ Ինչպես պետք է տեսակավորվի դեղցը։ Այսինքն դեղցը, որը բաղկացած է երկու մասից, այդ մեջտեղի հատվածը եւ այսպես կոչված ներողություն ռուսեն բառի համար պուպոկը պետք է լինեն բոլորը հարավ-արևելք։ Ինչու մեկը պետք է դասա հարավ-արևելք շարի, մեկն է գա իր ուզած
սերտիֆիկացնող մարմինը իր ուզած։ Պետք է գա հավաստիացնի քեզ թղթով, որ դու տենց ես շարել։ Ռուսպտի համապատասխանի իրանց ստանդարտին մի բան արտահանել դեպի Եվրոմիության շուկա։ Մի բանը շուկայա հանել դա, այսինքն վաճառել այդ շուկային։ Երկրորդ բանը։ Եվ ամենակարևոր հարցը, իսկ մեր գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն ով է սպառում։ Դաշնությունում ով է սպառում։ Հայերը մեծամասամբ։ Այսինքն մենք պետք է գնանք Եվրոմիության, գտնենք հայերի եւ փորձենք սովորական ազգությամբ ռուսը չի գնում մեր Եվրոմիության եւ սովորական ազգության ռուսի համար ինքը գնում այն Ծիրանը, որը ունես չի Ծիրան մենակ մենք ունենք էլի։ Ուզբեկներն ունեն շատ։ Միջինասյան, որպես այդպեսին լիրավ կարողանա զբաղեցնել այդ շուկան եւ իրանց ծավալներ ավելի մեծ են, քան մերը։ Հիմա պարոն Բաղդասարյան, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ մեր պետական պաշտոնյաները։ Ասում են, նախ ասում են, հեսա այդ հարցը լուծվելու է, մենք Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, ասում են начнем с этого։ Բայց ասում են, եթե չանցա, ասում այսօր էլ կարծեմ լինելու է Փաշինյան Ուրսուլա ֆոն դեր Լայն զրույց, այս ամբողջ պատմության տրամաբանության, բայց ինչ են ասում են, մենք բան կանենք, լոգիստիկայի հարց ունենք, լոգիստիկան է մի քիչ թանկ նստում Հայաստանի վրա, լոգիստիկան կսուբսիդավորենք, հեսա Կարծախել քաղաքի բանն էլ երկաթուղին էլ դրանով դե շարունակությամբ դեպի Եվրոպա մեր համար դաստուպնի է դարձել, արդեն Թուրքիայի աջակցությամբ եւ շտորհիվ եւ մեր ապրանքները մենք գտնենք ուղղակի Եվրամիություն, որովհետեւ խնդիր չկա, սիրելի ժողովուրդ, ասում են դուք անկախությունը պայեք Փաշինյանի խոսքն եմ ասում, մենք բիբարի հարցը կլուծենք։ Հիմա դուք ունեցեք ներկայացնում, որ այդ խնդիրները քաղաքական որոշումով հնարավոր չի լուծել։ Եթե Եվրոկոմիսիան քաղաքական որոշում ընդունեց տալ Հայաստանին քվոտա բիբարի մյուսի վրանի Ֆստանի, այդ հարցը դրանով չի լուծվելու։ Մենք քաղաքական չեն ֆակտորները, նաև տնտեսական են։ Օրինակ իմ ղեկավարման տարիներին ՍԱՊՑ-ի Եվրոմիությունը բացեց մեղրի ներմուծումը Հայաստանից դեպի Եվրոմիություն։ Այսինքն մենք այնպես աշխատեցինք, որ մեր մոնիտորինգային ծրագրերով մեղրը իզամ կենտրոնական ցակման մթերքը, իսկ Հայաստանից կենտրոնական ցակման մթերքի արտանում դեպի Եվրոմիություն արգելված է միջև հիմա։ Բացառությամբ մեղրը բացվեց։ Մեղրը ձեր օրոք է բացվել։ Այո, իմ օրոք է բացվել մեղրը։ Եվ իմ աշխատելու տարիներին ոչ մի գրամ մեղր դեպի Եվրոպա չգնաց։ Բացեցին, բայց չկարած։ Չկարողացան տանել։ Այսինքն խնդիրը մեն բացելը չի, հա, Ուրսուլա ֆոն դեր Լայնը կարել բիբարը, ասի բիբարներ իստի համեցեք, բայց այդ բիբարը պետք է կարողանանք տանենք եւ ամենակարևորը վաճառենք ընդ։ Իսկ ոնց ենք տանելու ձեր ասացի պարագայում, այսինքն լոգիստիկայի հետ կապած, այդտեղ էլ խնդրեմ ունենք։ Այսինքն այն բոլոր լոգիստիկ կազմակերպությունները, որոնք չեն կարողանալու աշխատեն եւ չեն կարող աշխատել դեպի Եվրոմիության շուկաների ուղղությամբ, որովհետեւ դա էլ խնդրեմ ունենք։ Նախ եւ առաջ ֆուրերի խնդրեմ ունենք, իրենց էկոլոգիայի եվրոպական էկոլոգիա մի քիչ ուրիշ է։ Երկրորդը այն ֆուրը, որ կարամնոտի դեպի Եվրոմիության տարած ու դեպի Ռուսաստան տարբեր բան է։ Առաջինը, երկրորդը մշակութային խնդրեմ ունենք վարելու։ Երրորդը վարորդների վիզաների խնդրեմ ունենք։ Այսինքն նշանակում է այդ լոգիստիկ կազմակերպությունները էլ գործ չեն ունենալու։ Բաբանը երկաթգիծը։ Դա այսինքն լոգիստիկ կազմակերպությունները, այսինքն ֆուրատերերը գնում են տուն իրենց ֆուրերով, երկաթգիծն ելով ակշում, չգիտեմ թե ոնց է գնալու, դա էլ չգիտեմ դեռ։ Այսինքն մենակ են հանգամանքը, որ Եվրոպական միությունը քաղաքական որոշմամբ խրախուսի Հայաստանից ներմուծումը տարատեսակ ապրանքների, դեռ բավարար չի, որպեսզի ռուսական շուկան փոխարինվի։ Այո, բավարար չի եւ դա վրա պետք է շատ երկար աշխատենք։ Մենք պետք է ստեղծենք մեր սպառողին Եվրոմիության երկրներում, ով է մեր սպառողը լինելու։ Եվրոմիության երկրներում համ միրգ կա եւ իրանք էլ են արտադրում այդ միրգը, համ խմիչք կա եւ դժվար։ Օրինակ ֆրանսիական կոնյակը ֆրանսիական արամանյակով չեն, ֆրանսիացիները արամանյակել չեն փոխի։ Իմ կարծիքով չեն փոխի եւ նույն խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում հենց այդ հարցը կանգնած էր։ Իսկ արդյոք եվրոպացին կօգտագործի իրեն անծանոթ խմիչք, որտեղ կոնյակ արտադրել չենք կարող վրացական փորձը, որտեղ երբ որ ռուս-վրացական հարաբերությունները վատացան, Սաակաշվիլի իշխանության օրոք սկսվեց Եվրոպայի հետ ջերմ հարաբերությունները եւ վրացիները
Ենթադրում եմ պետք է որ սկսեին դեպի Եվրամիություն ապրանքների արտահանում։ Գինի, այսինքն ավանդական ապրանքներ, որոնք իրենց համար բան են։ Առաջնահերթություն, ասենք վրացական գինին օրինակ եվրոպական շուկայում տեղ զբաղեցրեց, թե չզբաղեցրեց։ Իմ կարծիքով իմ տեղեկատվության չի զբաղացրել։ Որտեղ եթե զբաղացրել է, հիմա որ հարաբերությունները լավ են, ինչու վրացական գինեգործությունը Ռուսաստանի հետ են լավ, էլի, թռիչքային աճ չարձանագրեց, որտեղ իրենք ստացում իրենք արդեն դել շուկան են, այս շուկան էլ նորից բացվեց։ Իսկ մեկը ծավալները նույնն են, այսինքն ծավալները վերաբերել էին այն ժամանակ էլ մեկը ռուսական շուկային, որտեղ կա այսպես կոչված ավանդական շուկաներ։ Մեր համար ավանդական շուկան մեր այն շուկան է, որի տիրույթում մենք գործել ենք, հա։ Այդ Ռուսաստանն է, այդ Բելարուսն է, այդ Ուկրաինան է, այդ խորհրդային միության տարածքներն են։ Այս արգելքների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների մասին խոսեցինք, իշխանությունները էլ ակնարկում են, որ ասում են կա օբյեկտիվ հանգամանք, որ վատ ապրանք են արտադրում, ռուսները մինչև այդ աշկ էին փակում, հիմա ասում են աշկ չենք փակում, այտենց չի լինում։ Եվ կա սուբյեկտիվ հանգամանք։ Օբյեկտիվի մասին խոսենք, էլի, այսինքն օբյեկտիվ ռուսական դրա անբանությունից ելնելով, որ ձեր ուղարկած ապրանքը մեր այդ նորմային չի համապատասխանում։ Այստեղ չեմ կարող տոկոս խնդրել որպեսի հանեք, բայց մոտավորապես մասնաբաժինի ինչ կա։ Նա պետք է ապրանքների գրադացիա ունենք, հա։ Ինչ հսկողություն անում։ Եթե մենք խոսում այս կամ այն պետությունը կամ այդ պետական մարմինը, եթե մենք խոսում ենք չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի մասին, օրինակ ծիրանի, այլ ոչ թե ծիրանի ջեմի, սահմանում անցնում է միայն ֆիտոսանիտարական վերահսկողություն։ Ֆիտոսանիտարիան դա տվյալ ծիրանի վրա բլոճ ման գալու process-ն է։ Այսինքն դա անվտանգային ցուցանիշ չի։ Այսինքն որով վիզուալ նայում են, կա հիվանդ է այդ պտուղը թե չէ, այդ հիվանդությունը մարդուն չի անցնում, բայց կարող է վնասի իրանց բերքը։ Հա։ Այսինքն դա անվտանգային ցուցանիշ է եւ խոսել, որ մեր այս կամ այն մթերքը գյուղ չի համապատասխանում ստանդարտին, ստանդարտ չկա որ համապատասխանի, խնդիրը գյուղաֆիտոսանիտարական հսկողությունն է։ Իսկ որպեսզի մենք ունենանք այդ ֆիտոսանիտարական հսկողության պատշաճ մակարդակ, պետք է այդ երկրի կողմից այս կամ այն ճանաչելի լինի մեր պետական վերահսկողական համակարգը, եւ մենք այդ հսկողությունը ցույց տանք, որ անում ենք։ Անում ենք հիմա, չգիտեմ։ Հետաքրքիր process-ն է, բան Մաչագուրյան։ Այնուամենայնիվ, եթե ամփոփենք, հա, ընդհանուր մեր զրույցը, այս գործընթացին դուք այնուամենայնիվ դուք քաղաքական մարդ եք, ինչ ուզում լինի, հա, ինչքան էլ մասնագիտական զրույց են գարում։ Դուք այս process-ների քաղաքական վերջաբան ինչպես եք պատկերացնում։ Եվ հետևանքները ինչպիսին կարող են լինել։ Որտեղ հիմա կան երկուստեք հայտարարություններ։ Իշխանություն, որ ասում է, որ ամեն ինչ լավ լինելու մի անհանգստած է գնացեք ընտրությունների, եւ Ռուսաստան, որը ասում է, այս ընտրությունները իբր թե կապ չունի, այլ ձեր դեպի ԵՄ ուղղվածության հետևանքներն է։ Որպես տնտեսագետ ես պատասխանում եմ այդ հարցին, քաղաքականության տեսանկյունից։ Ընդհանրապես ցանկացած պետություն պետական տնտեսական քաղաքականության մեջ պետք է կարողանա հաշվարկի իր Նիկոլի Սիրաս բառը ինքնիշխանության, տնտեսական ինքնիշխանության ինդեքսը։ Այսինքն ինչքանով ենք մենք ինքնիշխան տնտեսապես, հա, կապ չունի որ կողմ ենք գնում, այսինքն պետք է հավասարակշռենք այդ ինքնիշխանությունը։ Հավասարակշռումը իրականացվում է ոչ թե այսօր երկու օրվա ընթացքում, այլ երկար տարիների ընթացքում, հա, ինքնիշխանության ինդեքսի մեջ մի քանի ցուցանիշ ասեմ. շուկաներ, աշխատուժ, փողերի հոսք, ուղղակի ներդրումներ եւ տրանսնացիոնալ կորպորացիաներ։ 5 բան ասեցի։ Որտեղից ենք փող ստանում, որտեղ է գնում աշխատուժի միգրացիան դեպի որ երկրներն են, որ շուկաներում ենք մենք ակտիվ եւ մեզ ճանաչում են, հա, ինչ ներդրումներ են գալիս, նաեւ պետական պարտքի կառուցվածք այդ ներդրումների մեջ, հա, ոնց նայում ենք մենք այսօր տնտեսապես առանց մեր ավանդական շուկաների տնտեսությունը զարգացնելու հնարավորություն չունենք։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերություն ունելու հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրներ ԿՀ նախկին քարտուղար, Սննդի անվտանգության տեսչակամանի նախկին ղեկավար Աբրահամ Բաղչագուլյանը, ընտրությունների մնացել է քանի օր,
4 օր է մնացել ընտրություններին, դիմացեք 4 օր հետո արդեն կհասկանանք թե ինչ է տեղի ունենալու, մնացեք խաղաղությամբ։